Սիրելի հայրենակիցներ, մենք հավաքվել ենք այստեղ ոչ միայն խոսելու Հայաստանի ապագայի մասին, այլ հավաքվել ենք այստեղ սկսելու այդ ապագան, որովհետև ճշմարտությունը պարզ է, Հայաստանի ապագան չի որոշվելու հանգամանքներով, Հայաստանի ապագան որոշվելու է մեր ընտրությամբ։ Եվ այսօր մենք կատարում ենք այդ ընտրությունը, մենք ընտրում ենք ստեղծող և հաղթող պետության ճանապարհը, և այդ ճանապարհը ունի 7 հստակ ուղղություն։ Յոթ ուղղություն, մեկ ճանապարհ։ Առաջին, մենք գիտենք, թե որտեղ պետք է լինի Հայաստանը համաշխարհային տնտեսության մեջ։ Մենք մեր երկրի տնտեսության կառուցման հիմքում դնում ենք հետևյալ սկզբունքները։ Մենք ստեղծելու ենք ժամանակակից թվային պետություն, իր կրթված և հմտություններով օժտված ուժեղ մարդկանցով։ Հայաստանը դարձնելու ենք միջազգային տնտեսական կենտրոն, որտեղ գործում են հստակ կանոններ և կարգապահություն։ Գիտությունը վեր ենք ածելու տեխնոլոգիայի, իսկ տեխնոլոգիան արտահանվող արդյունքի։ Ստեղծելու ենք այնպիսի հարկային և ներդրումային միջավայր, որ Հայաստանում աշխատելն ու ներդրում անելը լինի շահավետ։ Ընտրելու ենք կոնկրետ ոլորտներ և հենց այդ ոլորտներում դառնալու ենք առաջատար, հենվելով վստահելի և կայուն պետական ինստիտուտների վրա։ Եվ սա է մեր ընտրությունը։ Հայաստանը դառնալու է արտադրական և տեխնոլոգիական պետություն։ Երկրորդ, մենք ընտրել ենք արդյունաբերականացման ճանապարհը, որովհետև միայն արտադրող պետությունն է իրականում անկախ պետություն, իսկ արդյունաբերությունը սկսվում է կոմունիկացիոն համակարգերից։ Այդ նպատակով մենք իրականացնելու ենք Հայաստանի տրանսպորտային կոմունիկացիաների մեր ռազմավարությունը, հիմնված 3 փոխկապակցված առանցքների վրա՝ հյուսիս-հարավ ավտոմայրուղի, հյուսիս-հարավ երկաթուղի և արևելք-արևմուտք հաղորդակցական հայեցակարգ։ Այս 3 առանցքները միասին փոխելու են ինչպես Հայաստանի կապը աշխարհի հետ, այնպես էլ ներսում կապը մարզերի հետ։ Այդ նոր կապերի հիման վրա մենք ամբողջ երկրով մեկ ստեղծելու ենք արդյունաբերական գոտիների ցանց՝ Սյունիքից մինչև Տավուշ, Աշոտskից մինչև Արմավիր։ Արդյունաբերական գոտիները ապահովելու են ոչ միայն արդյունաբերական աճ, այլև տարածքային համաչափ զարգացում։ Սա նշանակում է, որ տնտեսական կյանքը կենտրոնանալու է ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև ամբողջ Հայաստանում։ Սա նշանակում է աշխատատեղեր մարզերում, զարգացող համայնքներ և ամրապնդվող պետություն։ Արդյունաբերական գոտիների համար մենք սահմանելու ենք գրեթե զրոյական հարկային համակարգ պարզ վարչարարությամբ։ Այս ծրագրի կարևոր մասերից մեկը լինելու է նաև գյուղմթերքի վերամշակման զարգացումը, որպեսզի գյուղատնտեսությունը ոչ միայն հումք արտադրի, այլև ստեղծվի պատրաստի վաճառվող արտադրանք։ Մենք խթանելու ենք վերամշակող գյուղատնտեսությունը խելացի ջրային համակարգերով, գյուղատնտեսական տեխնոպարկերով և պետություն մասնավոր հատված համագործակցության ծրագրով։ Մենք ստեղծելու ենք ամբողջական շղթա, հողից մինչև պատրաստի արտադրանք, և Հայաստանը դառնալու է տարածաշրջանային գյուղարդյունաբերական կենտրոն, արտահանելով բարձր որակի սնունդ և օրգանական արտադրանք արտաքին շուկաներին։ Առաջին արդյունաբերական գոտին մենք կառուցելու ենք Աշոտսքում, և դա պատահական ընտրություն չէ։ Աշոտսկի բարձրադիր աշխարհագրական դիրքը և կայուն բնական ցածր ջերմաստիճանային ռեժիմը ստեղծում են եզակի բնակլիմայական պայմաններ, որոնք ինքնին գործում են որպես բնական հովացման համակարգ։ Սա այն հազվագյուտ բնական առավելություններից է, որը թույլ է տալու կառուցել բարձր տեխնոլոգիական, էներգատար և ճշգրիտ արտադրական համակարգեր։ Եվ հենց այստեղից է սկսվելու Հայաստանի արդյունաբերական նոր վերելքը։ Երրորդ, մենք կառուցելու ենք փոքր ու միջին ձեռնարկատիրության կուռ համակարգ, որովհետև կայացած պետությունը կառուցվում է ոչ թե միայն մի քանի խոշոր գործարաններով, այլ հազարավոր արդյունավետ ձեռներեցներով և ձեռնարկություններով, որոնք դառնում են արտադրական շղթաների մատակարար, տեխնոլոգիական գործընկեր և տեղական արժեք ստեղծող։ Փոքր ու միջին ձեռնարկատիրությունը մեր տնտեսության կենդանի հիմքն է, արտադրությունից մինչև գյուղատնտեսություն,
առևտրից մինչև ծառայություններ, տեխնոլոգիայից մինչև տուրիզմ։ Սա իրական մարդկանց աշխարհն է։ Սա մեր գյուղացու աշխարհն է, ով հող է մշակում եւ արժեք ստեղծում։ Սա մեր արհեստավորի աշխարհն է, ով իր ձեռքով է արտադրում։ Սա մեր վարսավիրի, փաստաբանի, հաշվապայի, փոքր խանութի սեփականատիրոջ, սրճարանի հիմնադրի, տուրիստ Հայաստան բերող գործակալի աշխարհն է, եւ պետությունը պարտավոր է կանգնել նրանց կողքին։ Գյուղացին չպետք է խնդիր ունենա իր աճեցրած խաղողը մթերելու կամ ծիրանն ու ծաղիկը արտահանելու հարցում։ Սիրելի հայրենակից, դու քո քրտինքով ստացած բերքն իրացնելու խնդիր չես ունենալու։ Մենք քեզ համար թե իրացման շուկաներ ենք գտնելու, թե երաշխավորված նվազագույն գներ ենք սահմանելու։ Փոքր խանութը չպետք է պարտվի անհավասար մրցակցությանը։ Սիրելի հայրենակից, մենք կանգնելու ենք քո կողքին, ոչ թե նրա համար, որ պայքարենք խոշորի դեմ, այլ նրա համար, որ մրցակցությունը լինի արդար։ Մենք սահմանելու ենք այնպիսի կանոններ, որ խոշոր եւ ցանցային հիպերմարկետները գիտակցեն իրենց սոցիալական պատասխանատվությունը քո, համայնքի եւ տեղական տնտեսության նկատմամբ։ Փոքր բիզնեսի համար մենք սահմանելու ենք տարբերակված համաչափ հարկային ռեժիմ։ Հարկման դրույքաչափը նվազեցվելու է։ Վաճառքի հարկը լինելու է պարզ եւ կանխատեսելի, վարչարարությունը թեթև եւ ոչ պատժիչ։ Մենք կապահովենք, որ մարդիկ ու բիզնեսները հեշտ հասանելի վարկեր եւ ֆինանսական միջոցներ ունենան, որպեսզի կարողանան զարգանալ եւ աճել։ Մենք բարձրացնելու ենք արտադրողականությունը տեխնոլոգիական արդիականացման միջոցով։ Մենք միացնելու ենք փոքր ու միջին ձեռնարկատիրությանը արդյունաբերական գոտիների արտադրական շղթաներին։ Մենք բացելու ենք արտահանման ճանապարհները, որպեսզի փոքր ու միջին արտադրողները հեշտ վաճառեն իրենց ապրանքը արտասահմանում, ապահովելով նրանց համար փոխադրումներ եւ պետական աջակցություն։ Մենք իրականացնելու ենք ձեռնարկատիրության համապարփակ թվայնացում։ Եվ մենք ներդնելու ենք պարզ եւ համաչափ այնպիսի հարկային համակարգ, որը խթանում է աճը, ոչ թե սահմանափակում այն։ Երբ ասում ենք համաչափ հարկային համակարգ, ի նկատի ունենք, որ հարկերի չափը ողջամիտ է եւ չի խեղդում բիզնեսը կամ աշխատող մարդուն։ Բեռը հավասարակշռված է, չափազանց ծանր չընկնելով ոչ մեկի վրա։ Տնտեսության տարբեր ոլորտների նկատմամբ մոտեցումը տրամաբանված է եւ հաշվարկված։ Մեզ համար փոքր ու միջին ձեռնարկատիրությունը պարզապես փոքր բիզնես չէ։ Այն մեր տնտեսության սոցիալ-տնտեսական ողնաշարն է։ Այստեղ են ստեղծվում աշխատատեղերը, այստեղ են ձևավորվում միջին խավը, այստեղ է ծնվում տնտեսության իրական դիմակայունությունը։ Չորրորդ, մենք բացելու ենք կապիտալի նոր դարաշրջան Հայաստանում, որովհետև աճող տնտեսությունը պետք է ունենա սեփական կապիտալ, ոչ թե միայն պարտքային ֆինանսավորում։ Մենք ամբողջությամբ վերացնելու ենք բաց եւ փակ բաժնետիրական ընկերությունների արհեստական տարբերակումը։ Վերաիմաստավորված բաժնետիրական ընկերությունը պետք է դառնա լիարժեք հանրային միավոր, ազատ շրջանառվող բաժնետոմսերով, միջազգային հաշվետվողականությամբ եւ պարտադիր կորպորատիվ կառավարման մեխանիզմներով։ Գործող փակ բաժնետիրական ընկերությունները կունենան հստակ ընտրություն, կամ կվերակազմակերպվեն որպես պարզ եւ ճկուն կառավարմամբ ՍՊԸ-ների, կամ կդառնան լիարժեք բաժնետիրական ընկերություն թափանցիկության եւ ներդրումային վստահության միջազգային չափանիշներով։ Այսպիսով, ամբողջ բիզնես միջավայրը դուրս կգա կիսափակ եւ ոչ թափանցիկ կառուցվածքներից եւ կդառնա պարզ, հասկանալի եւ ներդրողների համար վստահելի ու մատչելի։ Մենք օրենքով սահմանելու ենք նաեւ հատուկ կարգավիճակ հանրային հետաքրքրությունների օբյեկտ համարվող հանդիսացող ընկերությունների համար։ Բանկերը, էներգետիկ ընկերությունները, հեռահաղորդակցական օպերատորները, բնական մենաշնորհները, ռազմավարական ենթակառուցվածքներ տնօրինող կազմակերպությունները պարտադիր կգործեն բաժնետիրական ընկերության ձևով, առավելագույն հաշվետվողականությամբ։ Սա բարձրացնում է ոչ միայն տնտեսական արդյունավետությունը, այլև ազգային տնտեսական անվտանգության մակարդակը։ Միաժամանակ մենք ներդնելու ենք նոր հարկային մոտեցում, որը խթանում է կապիտալի կուտակումը։ Բաժնետիրական ընկերությունները շահութարկ կվճարեն միայն այն պահին, երբ շահույթը բաշխում է որպես դիվիդենդ։ Եթե շահույթը վերաներդրվում է արտադրության մեջ, ուղղվում է տեխնոլոգիական զարգացմանը կամ օգտագործվում է ընդլայնման համար, շահութարկ չի վճարվում։ Սա խթանում է ներդրումները, սա արագացնում է կապիտալի կուտակումը,
Սա ուժեղացնում է արտադրական ներուժը, որովհետև ամուր տնտեսությունը կառուցվում է սեփական կապիտալի վրա, եւ մենք ստեղծելու ենք այդ կապիտալը Հայաստանում։ 5. Մենք միավորելու ենք Սփյուռքի տնտեսական ուժը Հայաստանի զարգացման հետ, որովհետև Հայաստանը եւ Սփյուռքը միասին մեկ տնտեսական ամբողջություն են։ Հայաստանի նոր տնտեսական մոդելը անհնար է առանց Սփյուռքի ներուժի։ Սփյուռքը մեր ներդրումային, գիտական, մարդկային կապիտալի հսկայական աղբյուրն է, եւ մեր տեսլականում Սփյուռքը այլևս պարզապես նվիրատու չէ։ Սփյուռքը համահեղինակ է, Սփյուռքը համասեփականատեր է, Սփյուռքը Հայաստանի տնտեսական ապագայի կառուցողն է։ Մենք ստեղծելու ենք միասնական տնտեսական դաշտ, որտեղ սփյուռքահայ գործարարները, ինժեներները, գիտնականներն ու ներդրողները գործելու են նույն կանոններով, նույն իրավունքներով եւ նույն հնարավորություններով առանց արհեստական խոչընդոտների։ Սա է մեր համահայկական տնտեսության մոդելը։ Հայաստան որպես գլոբալ հայկական տնտեսության կենտրոն։ 6. Մենք ստեղծելու ենք համաչափ եւ զարգացումը խթանելու հարկային համակարգ, որովհետեւ պետության ուժը սկսվում է արդար կանոններից։ Մենք ներդնելու ենք նոր հարկային մոդել, որը համահունչ է արտադրական եւ ներդրումային տնտեսության տրամաբանությանը։ Մենք աստիճանաբար հրաժարվելու ենք սպառման վրա հիմնված հարկման մոդելից, վերացնելու ենք շրջանառության հարկը անմիջապես, իսկ ավելացված արժիքի հարկը փուլային կերպով, փոխարինելով դրանք պարզ, կանխատեսելի եւ նվազ 5% դրույքաչափով հարկով։ Միաժամանակ մենք բարձրացնելու ենք ուղղակի հարկերի դերը, շահութ հարկի եւ եկամտային հարկի առավելագույնս համաչափ հարկման համակարգի ներդրման միջոցով, խթանելով ներդրումը, տնտեսական աճը եւ սոցիալական արդարությունն ու հավասարակշռությունը։ Իսկ միջև նոր համակարգի լիարժեք գործարկումը մենք վերականգնելու ենք ստատուս քվոն, այսինքն վերականգնելու ենք փոքր ու միջին ձեռնարկատիրության համար մինչև 2025 թվականի հունվարի 1-ը գործող շրջանառության հարկի ցածր դրույքաչափերը, ինչպես նաև հարկային այլընտրանքային ռեժիմներին, շրջանառության հարկի եւ միկրոձեռնարկատիրության համակարգերին հասանելիությունը, փոքր եւ միջին ձեռնարկատիրության, փաստաբանների, հաշվապահների, տուրիստական գործակալների, վարսավիրների, արտադրողների, առևտրի եւ հանրային սննդի ոլորտի համար ներդրվելու են նվազագույն հարկային ռեժիմներ։ Իրենք չեն վճարելու շրջանառության հարկ կամ ավելացված արժեքի հարկ, այլ դրանց փոխարինող պարզ եւ նվազ դրույքաչափով հարկ, որովհետեւ հարկը պետք է խթանի զարգացումը, ոչ թե սահմանափակի այն։ Համաչափ հարկային համակարգը ուժեղ տնտեսության հիմքն է, իսկ ուժեղ տնտեսությունը կայացած ու խելացի պետության հիմքն է։ 7. Մենք կառուցելու ենք թվային, թափանցիկ եւ վստահելի պետություն, որովհետեւ վստահությունը տնտեսության ամենակարևոր կապիտալն է։ Այդ նպատակով մենք ներդնելու ենք թվային դրամը, որպես Հայաստանի ազգային արժույթի երրորդ ձև, կանխիկ եւ անկանխիկ դրամի կողքին լիարժեք հավասարազոր եւ մեկին մեկ փոխարկելի։ Թվային դրամը դառնալու է պետական ֆինանսների նոր հիմքը, ապահովելով պետական հոսքերի ամբողջական թափանցիկություն եւ վերահսկելիություն։ Առաջին հերթին այն կիրառվելու է պետական գնումների համակարգում որպես բացառիկ վճարամիջոց։ Սա նշանակում է յուրաքանչյուր պետական վճարում դառնալու է հետագծելի, պետական միջոցների օգտագործումը դառնալու է վերահսկելի, կոռուպցիան դառնալու է ոչ թե դժվար, այլ տեխնիկապես անհնար։ Երկարաժամկետ հեռանկարում թվային դրամը դառնալու է ամբողջ տնտեսության թվային ենթակառուցվածքը, ապահովելով վճարային համակարգի արդիականացում, բիզնես միջավայրի թափանցիկություն եւ քաղաքացիների համար կամավորության հիմունքով անվտանգ ու մատչելի ֆինանսական գործիքներ։ Սա Հայաստանի ֆինանսական համակարգի անցումն է դեպի նոր դարաշրջան։ Սա թվային տնտեսության հիմքն է, սա վստահելի պետության հիմքն է։ Սիրելի հայրենակիցներ, սա պարզապես տնտեսական ծրագիր չէ, սա Հայաստանի տնտեսական վերածննդի սկիզբն է, սա գոյատևման տնտեսությունից դեպի ստեղծման տնտեսություն անցնելու ճանապարհն է, սա կախվածությունից դեպի անկախություն անցնելու ճանապարհն է, սա փոքր շուկայից դեպի հզոր պետության անցնելու ճանապարհն է, 7 ուղղություն, 1 ճանապարհ։ Մենք կառուցելու ենք արժեք ստեղծող եւ անկախ տնտեսություն,
եւ մենք դա անելու ենք միասին։ Եվ այդ Հայաստանը սկսվում է հենց այս դահլիճից։ Շնորհակալություն։